բանալի լուծումներ ունեք ամեն ոլորտին գոնե, թե չէ։ Թե գուցե օրինակ Արցախի հարցը էլ չեք տեսնում ոչ մի լուծում։ Դուք ձեր շփման մատերեսի, եթե մեկի հետ ինչ որ մի հարցի շուրջ խոսում եք կամ ինչ որ մեկի հետ ուզում եք գործ բռնել։ Առաջ երթին sense նայում եք, ասում եք, իսկ այս մարդը այդ շնորհք ունի թե չէ, ի վիճակի ասանը թե չէ, երևի այդպես է, չէ։ Ու ես կարծում, sense ենք կփորձել։ Հիմա անցնենք իմ անցյալը իմ ասած կոպիտ ասած այդ background կոչեցյալ։ Ես Ղարաբաղում առաջի դեմք եմ դարել, երբ Ղարաբաղի 50%-ը փորձված էր, ավելի քան 50%։ Հույս չկար մարդկանց մոտ։ Ես ստազնել եմ պատասխանատվությունը, պետական պաշտպանության կոմիտե է ստեղծվել, ղեկավարն եմ եղել եւ իմ առաջարկով այդ վիճակից հանել եմ հաղթանակով ավարտել։ Եթե ասեն, որ ես ամբողջը sense ըստ քայլերի ունեի, թե ինչ պիտի անեմ, չէ։ Որ sense բազային մի քանի քայլ կար, որ գիտեի, որ պետք է ամբողջ ժողովրդին մոբիլիզացնես, պետք է հստակ խնդիրը դնես, պետք է արդյունավետ կառավարես, պետք է մարդիկ պատասխանատու լինեն ամեն իրենց քայլի համար։ Արել ենք, հաջողվել ենք։ Ավելի կազմակերպված ենք եղել, քան Ադրբեջանը եւ հաջողվել ենք։ Երբ որ եկել եմ Հայաստան, ոնց հրավիրել է Տեր-Պետրոսյան 97 թվականին։ Դուք երևի չեք հիշում, տարիքի առումով վիճակը խայտառակ էր։ 9-10 ամսվա աշխատավարձի թոշակների պարտք էր։ Թոշակների նույնիսկ մի տարի էր։ Հիմա մի քանի ամսում ոչ միայն պարտքերը փակեցի։ Դրանից հետո 10 տարի ես եղել եմ նախագահ, վարչապետ ժամանակ արդեն այդ հարցը լուծեցի։ Մեկ օրով ֆինանսավորում չի ուշացել, ոչ աշխատավարձ, ոչ թոշակի, ոչ մի բան։ Այդ կարգապահությունը եղել է։ Հիմա իմ կոպիտ ասած անցյալը հուշում է, որ ես ի վիճակի եմ ճգնաժամային իրավիճակներում արդյունավետ կառավարել, ինչ որ հաջողության հասնել։ Հիմա եթե մի ուրիշ մարդ կա, ով նման բան ունի, նման կենսագրություն ունի, ես գնամ այդ մարդու համար, ես ինքս կվերկեմ։ Ես ուրախ կլինեմ իմ ազատ կյանքով ապրելու։ Հիմա ես ասում եմ, ես այն մարդն եմ, որ կարող եմ այս հարցերը լուծել։ Չեք ուզում հարցերը լուծվի, գնացեք, ունդում եք քվերկեք, ուզում եք հարցերը լուծվի, քվերկեք։ Սենց ալի։ Ու ես ինքնաբան մարդ եմ։ Սա այն դեպքը չի, որ ինձ դա պետք է ինչ-որ բանի համար։ Ոչինչ բանի համար։ Ինձ համար սա այսօր հակառակը ծանր բեռ է լինելու։ Հիմա գիտեմ ոնց պետք է անել թե ոչ։ Ընդհանուր այո, որ ասեմ ամեն մի կետերով, ծրագրերով, իհարկե չէ։ Դրա համար թիմ պիտի հավաքես, որոնք մասնագիտորեն բացի ես մսոտ ճաշեփելը, նաև ամեն մեկը իր մասնագիտությունն է, մասնագիտությանն է տիրապետում եւ այդ թիմը պետք է վստահես։ Հիմա լավ, ես միգուցե ավարտեմ այսպեսի մի բանով, մի միտք ասեմ, ես չեմ այդ մտքի հեղինակը, վերջում կասեմ, այդ մտքի հեղինակը։ Ընդհանրապես կա այսպեսի մոտեցում, որ երբ տգետ դառնում է առաջի դեմք, թագավոր ալնում, թե ինչ ալնում, որպես կանոն ինքը իր թիմակիցներին, իր պատասխանատու անձանց հավաքում այնպիսի մարդկանց, որոնք իրենից ավելի տգետ էր։ Որ իրենց ֆոնի վրա ինքը ինձ ավելի բաներ եղել, ինքը հանճարի, գոնե հանճարի մոտ ինչ-որ բան տպավորություն թողի։ Նրանք ամեն մեկը, քանի որ այդ տեսակի մարդիկ են ընտրում են եւս այդ կարգի մարդիկ իրենց ներքևում եւ ամբողջ պետական բուրգը դեգրադացվում է։ Դեգրադացիայի ընթարկում։ Մենք ունենք այս պատկերը։ Հիմա այն ինչ նկարագրում են, նկարագրվել է Մակիավելիի կողմից 15-րդ դարում։ Ուղղակի մարդիկ թողեցնեն այդ պրինց իր աշխատանքը կարդալ։ Սա հայտնի բան է։ Եվ դրանից հետո բազմաթիվ անգամ տարբեր ձևով հաստատվում էր սա։ Մենք մեր ամենից մեծ խնդրեմը Հայաստանում կառավարման խնդրեմ է։